ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը հաջորդ ամիս վիրտուալ լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ։ Կրոնական ազատության պայմանները ըստ ամերիկյան հանձնաժողովի Ադրբեջանում շարունակում են մտահոգիչ մնալ։ Ի դեպ, հենց նույն հեղինակավոր կազմակերպությունը վերջերս էր իր տարեկան զեկույցում անդրադարձել հայկական հուշարձանների ոչնչացմանը, արձանագրելով մոտ 500 հայկական պատմամշակութային ոչնչացված կոթող։ Այդպիսի հեղինակավոր կազմակերպություն անդրադառնում է Արցախի մշակութային ժառանգությանը եւ քննարկումներ է անցկացնում, սա միայն պետք է նայել խիստ դրական տեսանկյունից։ Բոլորը հասկանում են, բոլորը գիտեն, լավ է որ խոսում են, բայց գործնական քայլը այն կլինի, որ գոնե մի սովորական մշտադիտարկում անցկացվի Արցախի տարածքում միջազգային այդ նույն կազմակերպությունների կողմից։ Օկուպացված Արցախում կրոնական վայրերը շարունակում են սպառնալիքի տակ մնալ աշխարհի աչքից հեռու, Բաքուն ջնջում է հայկական հետքն ու մշակութային ժառանգությունը։ Հայկական ճարտարապետական կոթողներից, մատուռների ճակատներից հեռացնելով հայկական գրերը, փորձում են մոլորեցնել միջազգային հանրությանը։ Թշնամու այս ձեռագիրը տարիներ անց էլ անփոփոխ է։ Կապ չունի թե դա ինչ տեսքով է իրականացնում, քանդելով հայկական մշակութային ժառանգության նմուշները, հուշարձանները, թե ուղղակի դրանց վրայից հայատար արձանագրությունները ջնջելով եւ դրանք փորձելով ներկայացնել աղվանական եւ արհեստականորեն աղվանականը կապելով Ադրբեջանի հետ, միամտություն կլինի կարծել, թե Ադրբեջանի պարագայում որևէ դրական քայլ, որևէ շեղում դեպի դրականը Ադրբեջանը թույլ կտա։ Թեև Ադրբեջանը ամեն բան անում է Արցախի անունը մոռացության տալու համար, այդուհանդերձ նմանատիպ լսումները որոշակի առաջընթացի ազդակ են։ Ամենակարևորը այստեղ որ Արցախի մասին խոսում են։ Միայն ասենք այդ տեսակետից, այո, խիստ գովելի է եւ ցանկալի է որպեսզի այսօր այդ հարցը մոռացության չդրվի։ Բազմաթիվ գիտական հրատարակություններ կան հրատարակված, զգալի քանակությամբ մենք արձանագրված, փաստագրված նյութ ձեռքի տակ արդեն իսկ ունենք եւ ձեռքի տակ եղած նյութի հիման վրա կարելի է հատ առ հատ ցույց տալ, թե ինչն է այլակերպվել, ինչն է ուղղակիորեն ջնջվել, քանդվել, տեղահանվել։ Հիշեցնենք, որ այս կազմակերպությունը իր տարեկան զեկույցում կոչ էր արել ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարական կառույցների դեմ, անկախ միջազգային դիտորդական առաքելություն ապահովել մշակութային եւ կրոնական ժառանգության վայրերը հետազոտելու եւ փաստաթղթավորելու համար։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։